հայոց բանակում եւ ես հպարտ եմ, որ ես հայ զինվոր եմ։ Շարքային Գրիգորյան։ Ես։ Շարքից դուրս գալ երկու քայլ։ Լսում եմ։ Աջ։ Լաց։ Այլով։ Աջ։ Հայրենիքը սկսվում է հենց այստեղից, սահմանին կանգնած այս զինվորից։ 19-ամյա քաղաքացուց, ով մինչև այստեղ հայտնվել է, միգուցե չէր էլ պատկերացնում, որ ինչ դժվարին ու բարդ պատասխանատվություն է իրեն սպասում։ Ով մինչև իր թիկունքին զենք ամրացնել է, չէր էլ գիտակցում նրա կարևորությունն ու էական նշանակությունը։ Իսկ այսօր, երբ իր ուսերին է ստանձնել հայրենիքի պաշտպանությունը, ինձ նման քաղաքացիների համար դարձել է հպարտանալու եւ բաց ճակատով թշնամուն ներկայանալու առիթ։ Ցավում եմ, որ պետք է նշեմ, բայց այսօր ոչ բոլորն են գիտակցում եւ կարեւորում հայրենիքի պաշտպանությունն ու նրա հզոր դերը մեր կյանքում։ Խղճում ու ամաչում եմ, որ ոչ բոլոր առողջ տղաներն են, որ իրենց ուսերին զենք են կրում։ Բայց ամեն ինչ շատ ցավում եմ այն դեպքում, երբ նրանց թիվը գնալով ավելանում է, իսկ մարդկային գիտակցությունն ու տղամարդուն վայել հայրենասեր մտածելակերպը պակասում։ Ասածս խոսքերը չկարծեք, թե օդից եմ վերցրել։ Ոչ, մեր հասարակության մեծ զանգվածի առողջ որդիներն են հնչեցրել։ Ավելի շուտ ոչ թե հնչեցրել, այլ մեծ գոհունակությամբ վստահեցրել, որ ինչի համար պետք է ծառայի եւ որ ամենակարևորն է ում համար։ Հայրենիքը ինչ է արել իր համար եւ 2 տարին մի քիչ շատ չէ։ Նաև չմոռանամ ավելացնել, որ կարծիքներ արտահայտողներն ընդամենը 19 տարեկան են, ովքեր դեռ չեն հասցրել նույնիսկ իրենց սեփական տանը որևէ բան անել։ Իսկ հետաքրքիր է այդքանից հետո հայրենիքն ինչ պետք է անի իրենց համար, որ չարժանանար նման վերաբերմունքի եւ այդ 2 տարվա ընթացքում ինչ կարևոր գործեր կան, որ կիսատ կմնան։ Այս խոսքերը լսելուց հետո չեմ պատկերացնում, որ կլինի որևէ մեկը, ով համամիտ կլինի նման երիտասարդների հետ։ Իսկ նման կարծիքներն ընդունել կամ քննարկել կարելի է միայն մեկ դեպքում, երբ հնչեցնողը չէր լինի 19 տարեկան։ Եվ վերջապես Ջոն Քենեդին մեկ առիթով ասել է. «Մի հարցրու, թե հայրենիքդ ինչ կարող է անել քեզ համար, հարցրու, թե դու ինչ կարող ես անել հայրենիքիդ համար»։ Չի բացառվում, որ նման կարծիքներ ձևավորելուց առաջ կան շատ լուրջ պատճառներ, որ ստիպում են երիտասարդին այդպես մտածել, բայց բացառվում է այն, երբ այդ տեսակետն այնքան է զարգանում, որ արդեն մտահոգության առիթ է հանդիսանում ինձ նման քաղաքացիների համար։ Չէ՞ որ 20 տարի առաջ քո նման շատ երիտասարդներ այդ նույն հայրենիքի պաշտպանության համար պատրաստ էին մեռնել, ինչու դու պետք է 20 տարի հետո չհպարտանես քո հայրենիքով ու նրա մարտունակ բանակով, որպեսզի 20 տարի հետո քո որդին ստիպված չլինի գնալ պատերազմելու։ Ինչու ես մտածում, որ մեկ ուրիշի հայրենիքում ամեն ինչ ավելի լավ է, ինչու չես համակերպվում այն մտքի հետ, որ դու պետք է պաշտպանես սահմանները։ Հավատա, հայրենիքիդ միայն քո ֆիզիկական ներկայությունը բավական չէ, նա քո պատրաստակամության եւ ուժի կարիքն ունի։ Եվ վերջապես դու ես, չէ, որ ինձ պետք է պաշտպանես թշնամուց։ Ուրեմն դադարիր չսիրել ազգիդ ու պետությանդ, մի թույլ տուր, որ թշնամին ուրախանա քո թուլությունով։